52,000 դրամի մոտ է 1 տոննա ցեմենտը, երբ որ վաճառվում է այստեղ Չէ, 52,000-ով վաճառվում է։ Հիմա 52,000-ից եթե տրանսպորտային ծախսերը հանում ենք, ասենք օրինակ, չգիտեմ, ենթադրենք 40,000 դրամ։ Հիմա 20,000 դրամը կամ դրան մոտ մի թիվ փաստորեն դեմպինգ է իրականացում, որտեղ այդ 20,000 դրամը այդ արտադրողին, այդ երկրում վճարում է իր պետությունը։ Լավ, հիմա դուք ասում եք 2,000-ը դարձնենք 8,000, ավելացնում եք 6,000 դրամով այդ турքը 6,000, 20,000 հիմա այստեղ տարբերությունը առնվազն իմ գնահատմամբ 3 անգամ է։ Եթե ես նույնիսկ թվերի մեջ սխալվում եմ, բայց ես առաջարկում եմ, որ այդ դրվի հաշվարկի հիմքում, ոչ թե հարկը, որտեղ այդ հարկը ինչքան է ինքը վճարել եւ այլն, դա պետք է լինի արդյունքը։ Եթե մենք ճիշտ դնենք հավասարակշռենք գները, բնականաբար կստացվի, որ Հայաստան ներմուծվող արդեն ցեմենտի դեմպինգը մենք չեզոքացրել ենք, առանց դեմպինգի գինը դրանից էլ հաշվարկվում է հարկը։ Ամեն ինչ եւ արդար է եւ նաեւ մրցակցային։ Հակառակ պարագայում